Հոկտեմբերի 31 Բոլորն էլ գիտեն, այս գիշերը կոչվում է Հելոին։ Բայց քչերն են գիտակցում, թե ինչ է իրականում թաքնված այդ տոնի հետևում։ Հազարավոր տարիներ առաջ, դեռևս քրիստոնեությունից առաջ, հին կելտերը նշում էին Սամհեին անունով տոնը։ Այդ գիշերը նրանք հավատում էին, որ բացվում է սահմանը մահացածների և կենդանի մարդկանց աշխարհների միջև։ Հոգիները վերադառնում են իրենց տները, իսկ մարդիկ վախեցած վառում էին հսկայական կրակներ, չար ուժերին վանելու համար։ Նրանք կրում էին դիմակներ, որպեսզի չար ոգիները չճանաչեն իրենց։ Այսպես սկսվեց մի ավանդույթ, որը դարերի ընթացքում փոխվեց, բայց չկորցրեց իր մութ բնույթը։ Երբ եկավ քրիստոնեությունը, եկեղեցին փորձեց փոխարինել հեթանոսական Սամհեինը։ Հոկտեմբերի 31-ը դարձավ Սրբերի գիշեր, որը ժամանակի ընթացքում վերածվեց Հելոինի։ Բայց ոչ բոլորն էին պատրաստ հրաժարվել հին հավատալիքներից։ Շատերը շարունակում էին գաղտնի տոնել մահվան ու հոգիների գիշերը, նույն կերպ, դիմակներով, կրակներով ու խորհրդավոր ծեսերով։ Եվ մինչև օրս Հելոինի գիշերը մնում է սատանիստական և օկուլտ խմբերի ամենակարևոր օրերից մեկը։ Նրանք հավատում են, որ հենց այդ գիշեր դարպասներն են բացվում դեպի մյուս աշխարհը։ Ավանդաբար նրանք վառում են սև մոմեր, ասում են հին կախարդական բառեր, իսկ որոշ ծեսերում օգտագործում են նույնիսկ արյուն, որպես զոհաբերության խորհրդանիշ։ Սատանիստները հավաքվում են այդ գիշերը և սկսում են կանչել դևերի, որպեսզի նրանց միջոցով անիծեն բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այդ տոնին, որովհետև այդ մարդիկ նրանց համար համարվում են խոցելի թիրախ։ Նրանք անիծում են այդ մարդկանց, նրանց ֆինանսական կյանքը։ Նրանցից շատերի մոտ առաջանում են կախվածություններ, ատելություն իրենց սեփական ընտանիքի հանդեպ և ամենասարսափելին՝ վաղաժամ մահ։ Նրանք այս գիշերը կոչում են Դարկ Շաբաթ, որը թարգմանաբար նշանակում է մութ շաբաթ։ Մի գիշեր, երբ չարի էներգիան առավել ուժեղ է։ Սատանիստական եկեղեցու հիմնադիր Անտոն Լավեյը ասել է հարցազրույցի ժամանակ. Հելոինը դա իրականում սատանիստական տոն է։ Այդ օրը մարդիկ համատարած երկրպագում են սատանային, նույնիսկ առանց գիտակցելու։ Ես ուրախ եմ, որ քրիստոնյա ծնողները թույլ են տալիս իրենց երեխաներին երկրպագել սատանային, գոնե տարին մեկ անգամ, Հելոինի գիշերը։ Իրականում այդ օրը ոչ մի մահացած հոգի չի այցելում իր բարեկամներին, որովհետև հանդերձյալ աշխարհի հոգիները չեն կարող լքել դրախտը կամ դժոխքը։ Իրականում դրանք դևերն են, որ այցելում են այն մարդկանց, ովքեր չունեն Հիսուսի պաշտպանությունը, և այդ մարդիկ դառնում են սատանայի ծառաներ, նույնիսկ եթե նրանք չեն ցանկանում։ Իսկ այդ օրը Հիսուսի ծառաների վրա ոչ մի ազդեցություն չի թողնում, ցավոք սրտի։ Սպանություններ Հելոինի օրը։
Գրինվիչ քաղաք, Փենսիլվանիա։ 15-ամյա Մարթան գնում էր հարևան տուն, մասնակցելու Հելոյինի երեկույթին։ Դա վերջին անգամն էր, երբ նրան տեսան կենդանի։ Հաջորդ օրը նրա մարմինը գտան իրենց տան բակում ծառի տակ։ Դեմքը կապտած, վզին խոր վերք, հագուստը պատռված։ Դեպքը երկար տարիներ մնաց առեղծված, քանի դեռ չբացահայտվեց։ Սպանությունը գործել էր նրա ընկերը՝ Մայքլ Սքեքելը։ Պատճառը նախանձներ։ Հանցանքի հիմնական ապացույցը կոտրված գոլֆի ձողն էր, որը պատկանում էր հենց Մայքլի ընտանիքին։ Հենց դրանով էլ տղան սպանել էր աղջկան Հելոյինի գիշերը։ 1998 թվական Հելոյինի գիշերը երիտասարդ զույգը մեքենայով գալիս էր երեկույթից։ Փողոցի մի խումբ դեռահասներ սկսեցին ձվեր նետել նրանց մեքենայի վրա։ Քարլը, ով 20 տարեկան էր, դուրս եկավ պարզելու, թե ով էր արել դա, և հնչեց կրակոց։ Փամփուշտը անցավ գլխով, և նա տեղում մահացավ։ Փողոցի տեսախցիկների ֆիքսած կադրերը ոչնչով չօգնեցին ոստիկաններին, քանի որ բոլորը հագել էին տարբեր սարսափելի հագուստներ, և հանցագործի դեմքը չէր երևում։ Հանցագործը այդպես էլ չգտնվեց։ Տեխաս, 1974 թվական 8-ամյա Թիմոթին Հելոյինի գիշերն անց էր կացնում ընկերների հետ, հավաքելով կոնֆետներ։ Տուն վերադարձավ ժպիտով, ձեռքին Pixie Sticks լոլիկներ, բայց մեկ կոնֆետ ուտելուց հետո սկսեց ցնցվել։ Հիվանդանոցում տղան մահացավ։ Հետաքննությունը ցնցեց Ամերիկան։ Թունավոր կոնֆետները տվել էր սեփական հայրը՝ Ռոնալդ Օ'Բրայենը։ Նա լցրել էր կոնֆետները ցիանիդով, հանուն ապահովագրման գումարի, որը պետք է ստանար որդու մահից հետո։ Հետագայում նրան կնքեցին քաղցրավենիքային մարդասպան անունով։ Նրան դատապարտեցին մահապատժի։ Շվեդիա, Կրոնեն դպրոց։ Տղամարդը, հագած Դարթ Վեյդերի հագուստ, ձեռքին սուր, մտավ դասարան։ Սկզբում բոլորը մտածեցին, որ դա կատակ է։ Նույնիսկ աշակերտները լուսանկարվեցին նրա հետ։ Բայց շուտով սկսվեց իրական արյունոտ Հելոյինը։ Նա հարվածեց մի քանի աշակերտների և սպանեց ուսուցչին։ Երբ ոստիկանությունը հասավ տեղ, հարձակվողը սպանվեց։ Տոնական դիմակը նորից դարձավ մահվան խորհրդանիշ։ Սան Անտոնիո, 2012 թվական Հելոյինի երեկույթ։ Հանդերձավորված մարդիկ, երաժշտություն, ծիծաղ։ Մինչև մի տղամարդ Ֆրեդի Քրյուգերի դիմակով բացեց կրակ ամբոխի վրա։ 5 վիրավոր, տասնյակ խոճապահար մարդիկ։ Հելոյինը նորից հիշեցրեց իր ստվերային կողմը, երբ խաղը մահացու է դառնում։ Այդ պատճառով էլ քրիստոնեական եկեղեցիները նախազգուշացնում են. Հելոյինը դա պարզապես զվարճանք չէ։ Այն գիշերը, երբ աշխարհը խաղում է մահվան և չարի խորհրդանիշներով, դևերը սկսում են գործել մարդկանց կյանքում։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ տեսնես երեխաների, ովքեր վազում են փողոցում, դիմակներով ու վախեցնող հագուստներով, հիշիր, այս տոնը ծնվել է ոչ թե ուրախությունից, այլ մահվան, վախի և չարի հանդեպ երկյուղից։ Սա էր իրական Հելոյինը, մութ անցյալով մի գիշեր, որին ժամանակը չի մոռացել։ Հետևիր Arm Detective-ին, որտեղ բացահայտում ենք իրական պատմություններ, թաքնված ճշմարտություններ և այն, ինչ շատերը նախընտրում են չիմանալ։